ինքը սովոր չի եղել դրսում մենակ լինել, դեռ անդադ եղել է մայրիկի հետ։ Մանի հաջորդ ծնունդը կանենք իրար հետ։ Լավ ուսները չենք կդրել։ Որևէ մեկը ապահովագրված չէ։ Հավանականությունը մեծավորություն գողացած կարող է։ Մայիսի 4-ի առավոտը 10:30 կամ 11-ի հատվածներում պապիկը հոր հետ գործեր անում մեքենայի վրա, իսկ փոքրիկ Տիգրանը քրոջ հետ խաղում էր նրանց կողքը։ Րոպեներ անց քույրը ներս է գնում։ Հայրը կարծում է, թե Տիգրանը նույնպես նրա հետ գնացել է ներս, իսկ մայրը կարծում է, որ երեխաները հոր հետ դրսում են։ Անցնում է մի քանի րոպե եւ Տիգրանը ոչ միտեղ չի երևում։ Պարզվում է, որ Տիգրանը առհասարակ տան տարածքում չէ։ Ըստ վարկածների Տիգրանին կամ առևանգել են, կամ էլ նա գետն է ընկել։ Այսօր կխոսենք մի քանի օր առաջ ամբողջ համացանցը ցնցած նորության մասին։ Բայց մինչ այսօրվա թեմային անդրադառնալը կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, ինչպես նաև կարող եք հետևել ինձ Instagram-յան կամ TikTok-յան հարթակներում։ Ըստ վարկածի երեխան չէր կարող միայնակ գնալ դեպի գետը, քանի որ նա այդքան էլ լավ չէր քայլում եւ գետը տնից գտնվում է որքան էլ որ մոտ է գտնվում, բայց գտնվում է վատ ճանապարհով, այսինքն այնտեղ գնալու համար երեխան ինչ որ արգելքների կհասներ, որը հաստատ նրան չէր թողնի մինչև վերջ դեպի գետը գնար կամ հոր խոսքերով այլ հետաքրքրությամբ հաստատ կզբաղվեր եւ մինչև վերջ չէր գնա։ Տնից մի քանի ճանապարհ կա, որոնց միջոցով կարելի է գնալ դեպի գետը, սակայն թե հարևանների եւ թե ընտանիքների պնդմամբ երեխան անհնար է, որ այդքան երկար քայլեր դեպի գետը հասներ միայնակ։ Ոստիկանությունը գալով իր հետ բերում են նաև շներին, որոնք սկսում են Տիգրանի գլխարկով, Տիգրանի շորերը հոտոտելով որևէ հետք գտնել, ցավոք սրտի անձրևների պատճառով այդ հետքը գտնել դժվարանում են, բայց շները հիմնականում գնում են դեպի գետի ուղղությամբ, ինչպես նաև տան հարակից հատվածներում շները նույնպես մոտենում են։ Հիմնականում տան դրսի հատվածներում, որտեղ այգին է, բայց մեծամասամբ շները գնում են դեպի գետի տարածքը։ ԱԹՍ-ների, կամավորների, ինչպես նաև մի քանի այլ միջոցներով սկսել են որոնողական աշխատանքները, սակայն ոչ մի արդյունք։ Բոլոր փրկարարները, որոնք թե նավի միջոցով են, թե ջրասուզակները, որոնք ջրի մեջ են մտնում եւ ստուգում երեխայից թեկուզ հագուստից որևէ մի բան կա թե ոչ, նույնպես անարդյունք է։ Մեծ մասամբ ջրասուզակները, ինչպես նաև փրկարարները, որոնք ջրի մեջ են ման գալիս երեխային, պնդում են, որ շատ աղբի պատճառով անհարմար է դառնում որոնողական աշխատանքները եւ աղբը խանգարում է որոշ տեղերում փրկարարներին, որպեսզի ավելի արագ կատարվի բոլոր գործընթացները։ Սակայն հույսները դեռ չեն կորցրել մարդիկ եւ շարունակում են որոնողական աշխատանքները։ Հենց գետի դիմաց գտնվում է մի մթերային խանութ, որն ունի ուշադրություն տեսախցիկ։ Տեսախցիկները նույնպես նկարում են դրսի հատվածը եւ ամբողջ գյուղում այդ տարածքում միակ նկարող օբյեկտը հենց այդ խանութն է, հենց այդ խանութի տեսախցիկները, որոնք ցավոք սրտի չեն նկարել որևէ մեկին գետի տարածքում այդ ժամանակահատվածում։ Այսինքն ոչ ոք այդ ժամանակ չի մոտեցել դեպի գետը, ոչինչ չի ֆիքսվել տեսախցիկներում։ Այս ամենը լրագրողների եւ ոստիկանների արձանագրություններն են, որոնք կարող եք որոնել եւ տարբեր աղբյուրներում գտնել, իսկ ես ուղղակի այս ամենը հավաքելով միտեղ ներկայացնում եմ ձեզ։ Երկրորդ վարկածի հետ կապված, երբ որ մարդկանց մի մասը պնդում էր, որ երեխային առևանգել են, ոստիկանները սկսեցին հարցաքննել, շուրջ 20 մեքենայի կանգնեցրել են եւ հարցաքննել են ինչ նպատակով է գյուղ եկել, ինչ նպատակով է գյուղից գնացել եւ 50-ից ավել մարդու հարցաքննել են, սակայն որևէ արդյունք չեն հասել։ Նաեւ ինտերնետում կա մի վարկած, ըստ որի հարևաններից մեկ, ով որ պատմում է երեխայի մասին, շատ տարօրինակ կերպով է խոսում ու հենց նրա տարօրինակ խոսալն էլ դառնում է փաստ, դառնում է որևէ ապացույց, համացանցի համար, որ երեխային առևանգել են, այլ ոչ թե նա գետում է կամ մեկ այլ վայրում է գտնվում։
Շատ կարևոր է նշել, որ թե համացանցում տարբեր մեկնաբանություններում եւ թե տարբեր լրատվականներ անդրադառնալիս երեխայի մասին խոսում են անցյալով, ինչը ցավոք սրտի շատ սխալ է, ինչպես էթիկայի կանոնից ելնելով, այնպես էլ նաեւ հուզական առումով, քանի որ դեռ որևէ ապացույց չկա, որ երեխային ինչ որ վատ բան է եղել։ Դրա համար կխնդրեմ ինչպես մեկնաբանություններում, այնպես էլ խոսքի մեջ օգտագործել ներկա ժամանակը, այլ ոչ թե անցյալը։ Ինչպես նշեցի, գետը գտնվում էր իրենց տանից մոտ 50 մետր հեռավորության վրա, սակայն ծնողները չեն հավատում, որ երեխան կարող էր գնալ այնտեղ միայնակ, ինչպես նաև չեն հավատում, որ աղջիկը որևէ փաստ, որևէ բան նկատած չի լինի, իրենց փոքր աղջկա մասին է խոսքը, փոքր աղջկա հետ եւ ոստիկանը եւ հոգեբանները աշխատելուց հետո ասել են հետեւյալը. Ինքը սենց Տիգրանի մասին ուղղակի պատմեց ներկայով, որտեղ ինձ թվում է երեխան ներսում գիտի, որ Տիգրանը ուղղակի հյուրա գնացել կգա, չնայած որ ասում էր բոլոր մարդիկ եկել են Տիգրանին փնտրելու։ Երեխան այնքան գիտակից է եւ այնքան սթափ է իր խոսքի մեջ, որ սենց հատ ամբողջը նկարագրում է, բայց այն կետը, որ ինքը արդեն տուն է մտել եւ երեխան ոնց որ հետ է գնացել, այդ պահի ականատեսը արդեն ինքը չէ։ Ու ես ասեմ, որ փոքրիկը Տիգրանը ինքը սովոր չի եղել դրսում մենակ լինել, դեռ անդադ եղել է մայրիկի հետ, անդադ եղել է հայրիկի հետ։ Կարծիքները համացանցում իհարկե շատ տարբեր են լինում եւ շատ հաճախ նույնիսկ որևէ հղում, որևէ սկզբնաղբյուր չեն ունենում, որպեսզի դու ճշտես այս մարդը ինչից ելնելով է նման կարծիքի եկել կամ ինչու է նա փաստում սա ճիշտ է, սա սխալ է, ինչը նշանակում է, որ պետք է վստահել միայն ճանաչելի լրատվամիջոցներին եւ որևէ սադրանքի կամ որևէ հուզական պրոբլեմի առաջ չկանգնեցնել հենց ընտանիքի անդամներին, քանի որ շատ հաճախ ընտանիքի անդամներին զանգել են թե էքստրասենսներ, որոնք գումարների միջոցով պատրաստ են կանխագուշակել, թե տարբեր մարդիկ, որոնք ասել են մենք ենք առևանգ գումարը տվեք, մենք երեխային կտանք եւ այս ամենը շատ մեծ պրոբլեմ է ստեղծում նրանց համար հուզական դաշտում, որը նաեւ անդրադառնում է նրանց փոքր երեխաների վրա։ Շնորհակալ եմ տեսանյութը դիտելու համար, ձեզ կխնդրեմ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքներով, գրեք նաև այն պատմությունները, որոնք դուք գիտեք, գրեք այն վարկածները, որ ըստ ձեզ ավելի հավանական է, բայց խնդրում եմ չխոսել անցյալով երեխայի մասին, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ։ Մեկնաբանություններում կիսվելուց հետո կարող եք հավանել տեսանյութը, ինչպես նաև բաժանորդագրվել ալիքին եւ հետեւել ինձ այլ սոցիալական հարթակներում։